Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։ Բարև իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Մեդինֆորմ հաղորդաշարն է եթերում, հեռուստաէկրանների մոտ եմ հրավիրում բոլոր նրանց, ովքեր մշտապես հետաքրքրված են գեղեցկության վերջին տենդենսներով։ Մենք այսօր խոսելու ենք մաշկի խնամքի մասին, ինչ քայլեր են անհրաժեշտ մաշկը գրագետ, առողջ եւ փայլուն պահելու համար, ինչպես նաեւ շատ ակտուալ դարձած թարթիչների սերտաճեցման մասին, քանի որ այս առումով միֆերը եւ իրականությունը շատ հաճախ հակասում են իրար։ Ես գտնվում եմ Մելքոնյանց էսթետիկ կենտրոնում եւ կենտրոնի բժիշկ կոսմետոլոգ Արուսյակ Մելքոնյանը, ինչպես նաեւ թարթիչների սերտաճեցման մասնագետ Սիրարփի Մելքոնյանը քույրեր։ Իմ հյուրն են այսօր։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր ծրագրի հյուրն եք եւ կանանց իհարկե իրազեկելու ենք, թե ինչպես պահել մաշկը առողջ եւ գեղեցիկ այս շրջանում, ինչպես նաեւ ինչպես ունենալ արտահայտված հայացք թարթիչների սերտաճեցման միջոցով։ Եվ այսպես Արուսյակ սկսենք մաշկի պատրաստման մասին, չէ՞ որ առողջ մաշկը հենց գեղեցկության գրավականն է։ Ինչ քայլեր եք դուք ձեռնարկում ձեր հաճախորդների հետ մաշկը ավելի փայլուն, ավելի ճիշտ ձմռանը նախապատրաստելու համար։ Շնորհակալ եմ Նելի ջան։ Ես ուզում եմ ասել, որ մեր կենտրոնի ուղղվածությունը առողջ մաշկն է եւ ամռան արևից, ծովից, հանգստից հետո բավականին թոշնած, պիգմենտավորված եւ չորացած են գալիս պացիենտները, ավելի շատ հաճախորդները, եւ մենք մեր ուղղվածությունը տանում ենք մաշկը խոնավեցնելուն, բուժելուն, հետո արդեն էսթետիկ որոշակի շտկումներին։ Մաշկի բուժումը եւ խոնավեցումը եւ կատարում ենք տնային պայմաններում եւ կաբինետային շատ կարեւոր է, շատ կարեւոր են ճիշտ ընտրված լիցենզավորված պրեպարատները, որոնք բժշկության կողմից թույլատրելի են եւ դրանց ճիշտ եւ գրագետ կիրառությունները, որոնք կբերեն իսկապես հրաշքների։ Իսկ առաջին քայլը, որից սկսում ենք եւ դուք խորհուրդ տվեք բոլորիս, միգուցե մենք սկսում ենք մաշկը խնամել պատշաճ ձևով, բայց երրորդ քայլն է դա։ Այ որն է առաջին քայլը, ինչից պետք է սկսել։ Տեսեք, պետք է մենք զուգակցենք պրոցեդուրաները, այսինքն միանշանակ տան խնամքը պետք է զուգակցվի կաբինետային բուժումներին, որոնք պետք է լինեն ինտենսիվ եւ կրկնվեմ ասեմ գրագետ ընտրված նյութերով եւ երբ մենք զուգակցում ենք եւ ունենք մենք գրագետ արված միքս, արդյունքում ունենք մենք հրաշալի փայլող մաշկ։ Առաջինը երևի թե դեմքի մաքրում, այո։ Մաքրում, որից հետո ներարկումներ, բիոռևիտալիզանտներ, ռեդերմալիզանտներ, երբեմն նաեւ էկզոսոմներ, կախված խնդրից իհարկե, կախված ինչ ենք բուժում, մաշկի տիպից, այո, որից հետո արդեն միանշանակ դե տնային խնամքը մեր հետ միշտ է քայլում ըստ սեզոնի։ Այսինքն դուք հետևում եք ձեր պացիենտներին այդ տանը ինչ խնամքի միջոցներ են օգտագործում։ Որտեւ եթե իրենք տնային խնամքին ճիշտ չհետևեն, մեր արած պրոցեդուրաները կունենան ավելի կարճաթև եւ ոչ լավ էֆեկտիվություն, որտեվ ինչքան էլ մենք խորհրդերում աշխատենք, արտաքին խնամքը միշտ եւ միշտ կարեւորում եմ ես։ Այո, իհարկե։ Եվ աշնանային պիլինգներն են նաեւ շատ ակտուալ, գիտեմ, որ աշնանայի շրջանում արդյոք դա կատարվում է որոշ ինյեկցիոն պրոցեդուրաների վերջում, դրանցից հետո երբեմն լինում է որ զուգակցում ենք, երբեմն վերջում կախված ինչ պիլինգներ ենք օգտագործում, ինչ ինյեկցիաներ ենք անում եւ այս ամենը իհարկե որոշվում է կաբինետում, կախված մաշկից, կախված մեր այցելուի մաշկի վիճակից ու լուծվող խնդիրներից։ Այո։ Եվ ուզում եմ հարցս ուղղել Սիրարփին, այ արդեն առողջ մաշկով կինը դառնում է գայթակղիչ, գեղեցիկ, իհարկե հարկ է այստեղ էլ պահպանել հայացքը։ Հայացքը նաև բժիշկները շատ հաճախ ասում են կնոջ հայացքից պարզ է, նա ունի որևէ հիվանդություն, թե ոչ, քանի որ առողջ եւ փայլուն աչքեր ունենալը, փայլուն հայացք ունենալը իսկապես առողջության գրավականն է, ինչն էլ իր հերթևից գեղեցկություն է բերում։ Հիմա շատ ակտուալ
դարձած թարթիչները օգնում են բոլորին ունենալ տպավորիչ հայացք, բայց միշտ չէ, որ դրանք պատշաճ գրագետ են կատարվում։ Ես կցանկանայի դուք ներկայացնեիք, թե թարթիչների սերտաճեցման առաջին քայլը, որը պետք է լինի, որն է դրա հիմնաքարը գրագետ պատշաճ ապահովելու համար, որպեսզի երբ մարդը կանգ է առնում այս process-ից եւ այլևս չի ուզում սերտաճեցնել, չունենա վնասված, թափված թարթիչներ։ Խնդրեմ Սիրարփի։ Իրականում այո, մենք մեր կլինիկայում շեշտը դնում ենք էսթետ գեղեցկության վրա, ուզում ենք բոլոր կանանց աղջիկներին ապացուցել, որ գեղեցիկ կարելի է լինել ոչ թե վուլգար, այլ հենց էսթետիկ։ Ու քանի որ ես էսթետ մասով եմ պատասխանատու, թարթիչների սերտաճեցումը հենց պատասխանատու է գեղեցկության հայացքի ավելի ընդգծված լինելու, եւ ես իրականում նկատել եմ, որ իմ բոլոր հաճախորդները, ովքեր որ սերտաճեցնում են թարթիչներ, այդ ամիս ու կեսը միշտ ունենում են երջանիկ հայացք։ Երբ որ արդեն թարթիչները չի լինում, իրենց մոտ խնդիր է անընդհատ ասում են, որ շրջապատում իրենց բոլորը ասում են՝ մի տեսակ տխուր ես, մի տեսակ հոգնած ես, իսկ ես բոլորին փորձում եմ ապացուցել, որ մենք կարող ենք թարթիչներով, իհարկե գրագետ աշխատանքով, կարողանանք իրենց տալ գեղեցիկ հայացք։ Իրականում շատ կարևոր է գրագետ աշխատելը, որովհետև բոլորի մոտ, չգիտես ինչի տպավորություն է, որ մենք կարող ենք վնասել աչքը։ Ճիշտ է, կան շուկայում մասնագետներ, ովքեր որ գրագետ չեն տիրապետում, դա նաև իրենց խնդիրը չի, որովհետև իրենց հենց այդպես են սովորացրել, բայց գրագետ տեխնիկայով աշխատելու ընթացքում մենք ընդհանրապես չենք վնասում ոչ բնական թարթիչները, ոչ էլ աչքը, որովհետև տեխնիկան ունի մի քանի կանոններ հստակ, որ մենք առհասարակ չենք կպնում մաշկին եւ առհասարակ ոչինչ չենք անում բաց աչքով։ Դա արդեն նշանակում է, եթե պրոցեդուրան կատարվում է փակ աչքով ու աշխատում ենք մազիկների հետ, մենք չենք ունենում ընդհանրապես խնդիր։ Սոսինձը որևէ ձևով չի կարող նույնիսկ ներթափանցել, այո, ակնակապից։ Մենք աշխատում ենք շատ փոքրիկ միկրոկաթիլով, որը առհասարակ անհնար է որ կարողանա լցվի աչքի մեջ շատ են իմ հաճախորդները անգամ զանգով կոնսուլտացիայի ժամանակ չգիտեմ լսել եմ որ սոսինձը լցվում է աչքի մեջ աստված չանի աստված չանի լինի նման խնդիր որովհետև դա կբերի անդառնալի հետևանքների որովհետև ամեն դեպքում դա սոսինձ է ունի քիմիական մասնագետի մոտ պարզապես այցելել բայց կասեմ որ եթե դուք ընտրում եք մասնագետի ուսումնասիրեք իր էջը զրուցեք շատ կարևոր է երբ որ մասնագետը զրուցում է իր հաճախորդի հետ, որ հաճախորդն էլ հասկանա ինքը ինչ է ուզում ու ինչ է արվելու իր հետ։ Այո, Սիրարփի, այդ թարթիչների սերտաճեցումը նույնպես ենթարկվում է ժամանակի քննությանը եւ ասես տենդենսին փոփոխվում է հիմա որ սերտաճեցման ձևերն են մոդակա, մեկ տեսակ, երկու տեսակ, թե կրկին նախընտրությունը տալիս եք հաճախորդի նախընտրած ձևին կամ աչքի ձևից ելնելով եք ընտրում։ Բնականաբար մոդելավորում ենք ըստ աչքի կառուցվածքի դիմագծերի, որը շատ կարևոր է։ Իհարկե հաշվի ենք առնում ինչ նախընտրություն ունի հաճախորդը, ըստ դրա արդեն իրեն խորհուրդ ենք տալիս, որովհետև շատ ժամանակ հաճախորդները մոտենում են նկարով որ այդտեղ արդեն ուրիշ աչք է, ուրիշ մարդու դիմագծեր են, որը կարող է եւ քեզ չհամապատասխանի։ Դրա համար ճիշտ է ներսում արդեն մոդելավորենք ու հաշվի առնենք ինչ է ուզում։ Իհարկե հիմա ակտուալ է արդեն բնական աշխատանքները, այդտեղ մոկրես չեն զգացվում, այո։ Հա, կարծես թե տուշի էֆեկտ ունեն, կարծես թե ընդհանրապես լիցկարված չի, բայց ունենք խտացված թարթիչներ, մի փոքր երկարություն ու մի փոքր կորության տարբերություն։ Իսկ որքան ժամանակը մեկ պետք է դրանք թարմացնել եւ առհասարակ կորեկցիային կողմ եք թե պետք է հանել նորից դնել։ Նախ նշեմ կորեկցիային ես առհասարակ կողմ չեմ, որովհետև կորեկցիայի ժամանակ կան թարթիչներ, որոնք շարքից արդեն առաջ են եկել, աճել են, ու ես դա պետք է հեռացնեմ մեխանիկական ձևով, այսինքն պինցետներով, ինչը շատ ժամանակ հնարավոր է վնասի բնական թարթիչը։ Լինում է, որ թարթիչները շերտազատվում են, կոտրվում են, այդ դեպքում ես համարում եմ, որ մենք վնասում ենք։ Ես կողմ եմ, որ կատարվում է պրոցեդուրան ամիս ու կես հետո կոնկրետ իմ արած աշխատանքները պահպանվում են երկար եւ հաճախորդը առհասարակ կորեկցիայի կարիք էլ չի ունենում։ Իսկ որքան ժամանակը մեկ պետք է թարթիչները հանել, ենթադրենք աչքը փոքր-ինչ հանգստանա, թե դա միֆ է եւ ամենևին պետք չէ թեկուզ 1 ամիս, 2 ամիս հատկացնել այդ կարճատև հանգիստը։ Իրականում դա շատ մեծ միֆ է, որովհետեւ մեր թարթիչները աճում են, թափվում են եւ իրենց փոխարեն աճում են նոր թարթիչներ։ Դա նշանակում է, որ եթե մենք
հանենք, թողենք որ հանգստանա, այն թարթիչները, որոնք որ կթափվեն, նոր աճածների վրա մենք պետք է սերտաճեցնենք, իմաստ առհասարակ չկա։ Եթե մասնագետը աշխատում է գրագետ, քեզ չի վնասում, աշխատում է կոկիկ, առհասարակ հանգստանալու կարիք չունի։ Ես ունեմ հաճախորդներ, արդեն 5 տարի է ինձ մոտ սպասարկվում են եւ առհասարակ մենք դադար չենք ունեցել ու ասեմ, որ գալիս են ծիծաղելով, ասում են, «Սիր, գիտես, դեսել ենք, որ պետքա հանգստանամ, բայց իմ թարթիչները ավելի են խտացել»։ Լիցքից հետո ավելի խտացել է։ Այ դուք երբ հանում եք թարթիչները, նկատում եք, որ դեպքեր կան։ Ես պարտադիր իմ հաճախորդներին առաջարկում եմ կուզես հայլիով նայես։ Երբ որ իրենք հայլիով նայում են, մեր թարթիչներն ունեն շարքեր։ Ես իրենց շարքերը ցույց եմ տալիս, ասում եմ, տես, որտեղ կա որ մազարմատ, այդտեղից ունենք թարթիչ։ Նշանակում է մեր թարթիչները ընդհանրապես վնասված չեն։ Հետաքրքիր է, երբևէ մասնագետները երևի թե չեն ցուցադրում համված վիճակում, այո, հաճախորդին իր իսկ աչքը, որովհետև այդքան խիտ եւ գեղեցիկ թարթիչներից հետո ասես մեր կլինի աչքը եւ առաջին իսկ հայացքից հաճելի չէ ինքդ քեզ համար։ Տեսեք, երբ որ մենք ունենք սերտաճեցրած թարթիչներ, հեռացնում ենք, բնականաբար բոլորիս համար անսովոր է, որովհետև մենք ունենում ենք հայացք, ունենում ենք խիտ թարթիչներ, արհեստական թարթիչների շնորհիվ, հեռացնելուց բնականաբար մերը մեծ կարճ է թվալու, քիչ է թվալու, բայց երբ որ արդեն ցույց ես տալիս հաճախորդին, որ ընդհանրապես բնական թարթիչները վնասված չեն, հասկանում է, որ ընդամենը մի քանի ժամ հետո իր աչքը սովորում է դրան։ Ու նույնը կա հակառակը, երբ որ հաճախորդը առաջի անգամ է կատարում պրոցեդուրան, ամենանուրբ աշխատանքը կատարելուց հետո իր համար դա շատ է, որովհետև իր աչքը դրան դեռ սովոր չէ։ Այ արդեն նորից անցնում է մի քանի ժամ ու արդեն առանց թարթիչների անհնար է, անգամ իմ հաճախորդներն ասում են, որ սա հիվանդություն է։ Մեկ անգամ լիցք անելուց հետո առհասարակ չեն կարող։ Այո, համամիտ եմ, ես նույնպես ունեցել եմ նման խնդիր, այնքան գեղեցիկ է եղել, որ շատ հաճելի չի ամեն դեպքում սերտաճեցումից հետո, սակայն որոշ ժամանակ միգուցե մարդու ճաշակը փոխվում է եւ փորձում ես այդ կերպ նաեւ այդ հատվածում լինել։ Այ հետաքրքիր է, ինչու ներքևի շարքի թարթիչները երբևէ չեն սերտաճեցնում։ Սերտաճեցնում են։ Հիմա բացատրեմ։ Օրինակ կան մարդիկ, ում թարթիչները բավականին խիտ են։ Կան դեպքեր, երբ որ ես առհասարակ կողմ չեմ, երբ որ ներքևի թարթիչները սերտաճեցնում են։ Եթե մենք ունենում ենք նկարահանումներ, ունենում ենք ինչ-որ էֆեկտի ցուցադրություն, այդ ժամանակ այո, մենք սերտաճեցնում ենք։ Այն մարդիկ, ովքեր ունեն շատ, իմաստ ես չեմ գտնում ավելի շատացնելու, բայց կան մարդիկ իսկապես ունեն խնդիր։ Եթե մենք վերևը սերտաճեցնում ենք, ներքևում չունեն թարթիչ, մի քանի հատ տեսքը փոխելու համար, այո, այդ դեպքում սերտաճեցնում ենք։ Շատ լավ, հետաքրքիր է, թեման բավականին ակտուալ է, դեռ կանրադառնանք դրան։ Ուզում եմ շարունակել զրույցը Արուսյակի հետ։ Արուսյակ, եւ շարունակելով մեր թեման, ագին պատկերացում կազմեցինք, թե թարթիչների սերտաճեցումը ինչով կարող է ապահովել իրականում, այո, եւ ինչպիսի ոչ վնասակարություն ունի, ինչը եւ միֆերի շարքում է, շատերին թվում է, թե դա կարող է վնասել։ Շատ լավ, թեման պարզ էր, հիմա ուզում եմ շարունակենք աշնանային մաշկի խնամքի մասին։ Դե կանգառանք, որ այն պետք է սկսել մաքրումից եւ շարունակել պիլինգներով, ինյեկցիաներով եւ այլն։ Ներկայացրեք այն պրոցեդուրան, որը դուք պարտադիր եք համարում բոլոր մաշկի տիպերի համար։ Նելի ջան, ինչպես ասեցի, ես շատ կարևորում եմ բիոռևիտալիզանտները եւ ռեդերմալիզանտները։ Այ ինչն է ռեդերմալիզանտը։ Շատ կարևոր է իրենց բաղադրիչները։ Կան բիոռևիտալիզանտների շատ տարբեր տարատեսակներ, բայց մենք ընտրում ենք ավելի հագեցած բաղադրիչներ ունեցող բիոռևիտալիզանտներ, որոնք ավելի կնպաստեն կոլագեն էլաստինի սինթեզին, պարունակում են սաթաթթու, որը մաշկը մի քանի տոն բացացնում է, ունեն լիֆտինգ հաղորդող արդյունք եւ ամենակարևորը, երբ որ նյութերը լինում են լիցենզավորված եւ ճիշտ ընտրված, իրենք բացառապես ոչ մի վտանգ չեն կարող ներկայացնել եւ մենք գիտենք, որ հիալուրոնաթթուն կատարում է տրանսպորտի դեր եւ հեղուկը բերում պահում է մաշկի տակ, որի հաշվին մեր մաշկը լինում է այլ ավելի փայլուն, այլ ավելի այո, ձգված, գեղեցիկ, դրա համար նաեւ մենք նախապատվություն տալիս ենք առողջ սննդին, շատ հեղուկների օգտագործմանը զուգահեռ եւ այս ամենը կրկին պետք է զուգակցել։ Այ հնարավոր է Արուսյակ մարդը չպահպանի այդ առողջ կենսակերպ, առողջ սննդակարգը,
բխի, ինչը գիտենք վնասում է մաշկին եւ բարբերաբար հաճախելով կոսմետոլոգի մոտ ունենա այնպիսի լավ մաշկ, փայլուն մաշկ, ինչպես կարող է ունենալ հակառակը։ Միանշանակ, այո, իհարկե մենք չենք խրախուսում, բայց դե մենք մարդու կյանքի որակը փոխել չենք կարող։ Փորձում ենք հոգեբանորեն աշխատել իր հետ, որպեսզի հնարավորինս զերծ մնա վնասակար սովորություններից, բայց միևնույն ժամանակ հենց մեր աշխատանքը կայանում է դրանում, որ մենք փորձենք կանանց օգնել, որ նրանք լինեն միշտ փայլող, գեղեցիկ, առողջ եւ երիտասարդ։ Այ եթե վերցնենք ապարատային կոսմետոլոգիան, որը բավականին մեծ նվաճումների է հասել, կարելի է այն զուգակցել նույն օրը կատարել եւ ինյեկցիոն պրոցեդուրա եւ ապարատային կոսմետոլոգիային դիմել մի քանի պրոցեդուրա, ինչպես է այդ համադրությունը դիտարկում։ Որոշ պրոցեդուրաներն էլի ջան, ամեն պրոցեդուրա չի, որ կարելի է համակցել, բայց կան պրոցեդուրաներ, չեմ ուզում շեշտել, որպեսզի գովազ չլինի, բայց բժիշկը իր կաբինետում ընտրում է որոշակի ապարատներ, որոնք կարելի է զուգակցել ինյեկցիաների հետ եւ նաեւ ինչու՞ չէ պիլինգներ, որոնք մեկ օրում կարելի է կատարել, բայց էլի եմ ասում գրագետ ընտրված նյութերի, որպեսզի մենք ալերգիկ ռեակցիաներ չունենանք, հետո մաշկը քննարկելով, ինչ վիճակում է գտնվում մաշկը, օրինակ կարող է ինքը ծովից է եկել ու ունի օրինակ այրվածքային ֆոն, մենք այդ ժամանակ ընդհանրապես ապարատային ոչինչ իրավունք արևի ակտիվ ժամանակահատվածում գիտեմ, որ խուսափում ենք, այո, միայն խոնավեցում պրոցեդուրաներից, միայն խոնավեցում այդ հատվածում։ Նույնիսկ կան խոնավեցումներ, որոնք խոնավեցման տեսակներ, պրեպարատներ, որոնք նախատեսված են հատուկ ծով գնալու համար, իրենք արևապաշտպան ֆիլտր են իրենց մեջ ներառում, որը պաշտպանում է մեծ արևի ուղիղ ճառագայթներից ուլտրամանուշակային։ Այ օրինակ ես նախապատվությունը շատ հաճախ տալիս եմ պլազմոթերապիային, չունենալով որևէ խնդիր լուծելու իմ առջև դրված, սակայն դա ինձ շատ դուր է գալիս։ Ինչ կարծիք ունեք դուք այդ պրոցեդուրայի մասին։ Միանշանակ շատ լավ կարծիք ունեմ։ Ես պլազմոթերապիային շատ դրական եմ վերաբերում, բայց շատ բացասաբար եմ վերաբերվում այն մարդկանց, ովքեր պլազմոթերապիան կատարում են առանց որևէ խորհրդատվության պացիենտի հետ ու աչից ձախից ներողություն արտահայտությանս համար նշանակում են պլազմոթերապիա։ Ես առնչվել եմ նման դեպքերի հետ, որտեղ իրենք խիստ հակացություններ եւս ունեն։ Իհարկե պետք է արյունը փորձաքննության նախարյան ընդհանրանալիս մենք պետք է ունենանք հետազոտություն, որպեսզի գոնե արյան մինիմալ պարամետրերը, այո, ունենանք մեր դեպքի տակ եւ հասկանանք խնդիր կա, ունենք ցուցում, չունենք բորբոքային պրոցեսներ եւ անպայման բարձենք աուտոիմուն հիվանդությունների դեպքում շատ խիստ հակացուցված է պլազմոթերապիան, այո, բայց պլազմոթերապիայի մասին կարող եմ ասել, որ ինքը հրաշքներ է գործում, որտեղ ամեն ինչ ճիշտ է, այո, որտեղ դա օգտագործում է օրթոպեդիան, օգտագործում է արևածքաբանությունը, մեծ կիրառություն ունի կոսմետոլոգիայում, էսթետիկ բժշկության մեջ, վերականգնողական բժշկության մեջ, միանշանակ, եթե իհարկե եմ ասում, շատ կարևոր է, որ գրագետ ու ճիշտ կատարվի։ Գիտեմ, որ կատարում եք նաև ինյեկցիոն կոսմետոլոգիայով եք նաև զբաղվում, հետաքրքիր է ամենատարեց կինը, որ ձեզ դիմել է, ինչ տարիքի է եղել եւ արդյոք իսկապես պրոցեդուրաները կարողացել են ծերացած մաշկը բերել երիտասարդ տեսքի։ Ունեմ շատ պացիենտներ, ոչ թե եղել են, այլ կան, հավատացիք 75+, որոնք հիմա աշխատում են այնտեղ, որտեղ իրանց գնահատում են 55 տարեկան, եւ իրենք իրենց տարիքը թաքցնելով ինձ մոտ գալիս են ասում են սիրունացու, որտեղ քո ձեռքերը հրաշքներ են գործում։ Իրականում այո, շատ են կանում խոնավեցումներ եւ հենց այդպես պահում են իրենց երիտասարդությունը եւ ես միշտ ասում եմ, որ եկեք թվերից մի կարճեք, դուք ձեզ զգացեք այնքան ինչքան որ դուք զգում եք ձեր, որպեսզի ավելի երիտասարդ լինեք եւ ունեմ արտերկրից շատ հաճախորդներ, որոնք իսկապես տարիքով մեծ են, սիրում են արդեն իրենցով զբաղվել, գալիս են թիթիզանալու, ժամանակ ունեն, այո, եւ հնարավորություն եւ իսկապես իրենք շատ գոհ են, եթե ես այսպես եմ գնահատում իրավիճակը, եթե իրենք տարին 2 անգամ կարող են գալ ինձ մոտ սպասարկվելու, ուրեմն իրենք գոհ են։ Եվ վստահ եմ, որ այո, հատկապես հեռավոր երկրներից։ Դե այդ պատճառով էլ հիմա ասում են չծերացող կին, այսպիսի հասկացություն կա, չէ, եւ կանանց տարիքը առհասարակ տարանջատել չի լինում։ Հենց այս կոսմետոլոգիաների կանգառն է, որ կանանց բերել է, այո, իհարկե հաճելի է։ Սիրարկի եւ կրկին անդրադառնանք թարթիչների սերտաճեցմանը։ Սերտաճեցրած թարթիչները որքան էլ գեղեցիկ են, թվում է թե շատ հեշտացրել են ստվերաներ քսելու այսպես գործընթացը եւ լվացվելու կարիք չկա եւ այսպես աչքերի տակը լղոզվելու կարիք չկա, բայց ամեն դեպքում դա էլ իր մոտեցումն է պահանջում եւ խնամքը։ Խնդրեմ ներկայացրեք այս հարցում ինչ կարևոր քայլեր կան, ինչպես պետք է խնամել թարթիչները, եթե դրանք սերտաճեցված են։
ինչքան էլ կարևոր է, որ մասնագետը գրագետ աշխատի, նաև շատ կարևոր է, որ հաճախորդը նաև գեղեցիկ պահպանի, որովհետև շատ կարևոր է խնամքը։ Ամենաառաջինը ես խնդրում եմ ու հորդորում եմ, որ եթե սերտաճեցրած են թարթիչները, դա չի նշանակում, որ չի կարելի լվանալ։ Պարտադիր ամեն օր, գոնե օրը մեկ անգամ, երկուսը չեմ ասում, բայց գոնե օրը մեկ անգամ պարտադիր է լվանալ։ Եթե կատարվել է գրագետ աշխատանք, մի վախեցեք, ոչինչ չի լինի ձեր թարթիչները, չի վնասվի, չի թափվի, շուտ տեսքից չի ընկնի, եթե դուք լվանում եք։ Այնքանով է դա կարևոր, որ մենք ամեն օր մեր օդը արդեն պարզ է, որ շատ կեղտոտ է, այդ փոշին, դիմա փոշին, արդեն նպաստում են, որ արմատները կեղտոտվեն։ Իսկ դա մենք անդադ աչքը թարթում ենք, թարթիչի ինչի դերակատարում պաշտպանում է, չէ, աչքը։ Երևի թե այդպես վարվելով նաև կառաջացնեն որևէ ախտահարում աչքի մեջ։ Իհարկե, դեպքեր են լինում, ես որ հեռացնում եմ անպայման հաճախորդներին, խնդրում եմ, ասում եմ, որ անպայման պետք է լվանալ, մի վախեցեք։ Նյութով որ լվացվում է դեմքը օրվա ավարտին, օրվա այսպես փոշին ախտահանելիս, նաև պետք է դրանով իսկ լվանալ նաև աչքերը։ Միակ կարևոր պայմանը որ չունենա յուղային հիմք, որովհետև յուղային հիմքով ցանկացած կրեմ կլինի կամ ինչ-որ դա նպաստում է, որ համեմատաբար ինքը ավելի թուլանա ու շուտ վրաթափվի։ Այո։ Եվ մի բան էլ իմ հաճախորդները միշտ հարցնում են, հատկապես երբ որ առաջի անգամ են անում, սերտաճեցրած թարթիչներից հետո կարելի է ստվերաներ օգտագործել, թե ոչ։ Ամենաառաջինը կարծում եմ իմաստ չունի, որովհետև մենք արդեն ստանում ենք այն տեսքը, ինչը որ դուք ուզում եք։ Երկրորդը դա արդեն մաքրել է կամ իհարկե դուք արդեն դա գրագետ չեք կարողանալու մաքրել եւ արդեն դա մտնում է խնամքի մեջ, որ ես խնդրում եմ դա անել գոնե վերջին շրջանում, որ արդեն մոտենալու եք հեռացնենք։ Այո, մի քանի թարթիչ է մնացել արդեն։ Իսկ դուք ուսուցանում եք այս ամենը նաև։ Իհարկե, ես ուսուցանում եմ, ուզում եմ նշել, որ ունեմ իմ հեղինակային բազային դասընթացների գիրքը։ Քանի օրում է դա օրինակ իրականացվում դասընթացը։ Տեսեք, դասընթացը մինչև 15-20 օր։ Դա շատ անհատական է, որովհետև ինչ որ մեկը մի փոքր ավելի շուտ է ըմբռնում, մյուսը չէ, բայց հստակ ծրագիր կա, հստակ կանոններ կան, որոնցով ես առաջնորդվում եմ եւ պարտադիր իմ աշակերտներին սովորացնում եմ մանրակրկիտ ու գրագետ աշխատել։ Ճիշտ է, դա շատ ժամանակատար է, մարդը պետք է ունենա համբերություն, բայց եթե դու մի բան անում ես սիրով ու քո աշխատանքից հետո դու տեսնում ես մի քանի մարդկանց ժպիտներ, տեսնում ես գեղեցիկ հայացք, արժի դրա համար մի փոքր ժամանակ ծախսել ու ամեն ինչ շատ լավ կլինի։ Այսինքն ընդամենը 10-15 օրվա ընթացքում կարելի է ձեռք բերել այս հետաքրքիր մասնագիտությունը, ժամանակի հետ քայլել եւ նաեւ ինչու՞ չէ գումար վաստակել։ Դե, այո, հրաշալի է եւ կարծում եմ նաեւ նույն հարցով պետք է Արուսյակին հարցնեմ, չէ՞ որ յուրաքանչյուր մասնագիտություն ասես աճում է այնքան, որ դա կարիք է լինում փոխանցելու նոր սերնդին, ձեր տարիների փորձը, կրթությունը թույլ է տալիս նույնպես ունենալ ձեր սեփական դասընթացը։ Ինչ դասընթացներ ունեք դուք եւ որքան ժամանակահատված է անհրաժեշտ այն լրիվ յուրացնելու համար։ Այո, մեր կենտրոնը, ինչպես ասացի Լարփին, ունի ուղղվածություն դասընթացների տեսանկյունից եւ մենք սովորեցնում ենք կոնկրետ կոսմետոլոգիայի ուղղությամբ ասեմ, մազահեռացում, էսթետ կոսմետոլոգիա, ներարկումային կոսմետոլոգիա, իհարկե ներարկումային կոսմետոլոգիայի դեպքում մենք շատ կարևորում ենք եւ մեզ մոտ միակ պայմանը, որ կարող են սովորել դա բարձրագույն բժշկական կրթությունն է, իսկ եթե չունեն բժշկական կրթություն, գոնե մազահեռացում եւ էսթետ կոսմետոլոգիա կարող են սովորել։ Տարական, բայց բավականին խորացված ծրագիր է մեր ծրագիրը, իրենք սովորում են շատ մանրամասն անատոմիա, ֆիզիոլոգիա, աշխատանքի ճիշտ տեխնիկա, ինչպես տարբերակները շատ գրագետ աշխատեն եւ ես անպայման ուզում եմ հավելելու ասել, որ մեր կենտրոնը եթե տալիս է իր սերտիֆիկատը, ապա պետք է իսկապես մրցակից լինեն մեր մասնագետները շուկայում եւ իրենք մեր մոտից դուրս գալուց հետո արդեն պատրաստի մասնագետներ են լինում եւ գրագետ իրապետում են մասնագիտությանը։ Շնորհակալություն եմ հայտնում ձեր գեղեցիկ կենտրոնում մեզ հյուրընկալելու եւ ինչպես նաեւ շատ հետաքրքիր, շատ արդիական հարցազրույցի համար շատ հաճելի էր ձեզ մոտ գտնվել։ Փոխադարձների ջան։ Հարգելի հեռուստադիտող, դե ինչ շատ արդիական թեմաներ արծարծեցինք՝ մաշկը, ինչպես խնամել աշնանը, ինչպես ձեռք բերել նոր
նոր մասնագիտություն, այդ թվում կոսմետոլոգիա եւ թարթիչների սերտաճեցում, երկու քույրերն էին իմ զրուցակիցը, Արուսյակ եւ Սիրարփի Մելքոնյանները։ Ես գտնվում եմ Մելքոնյանց էսթետիկ կենտրոնում, փորձեք ժամանակին համընթաց քայլել եւ այո, թարթիչների սերտաճեցումը փոխանցում է մեզ ինքնավստահություն, գեղեցիկ եւ տպավորիչ հայացք, իսկ դե առողջ եւ խնամված մաշկը գեղեցիկ լինելու կարծում եմ ամենակարևոր նախապայմանն է։ Այսքանը այսօրվա համար, հետևեք Medinform-ին եւ այդտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները։ Մենք կհանդիպենք։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում կարող եք անցնել կրծքագեղձի, վահանագեղձի, ներքին օրգանների եւ գինեկոլոգիական, ինչպես նաեւ բջջաբանական, հյուսվածքաբանական լաբորատոր ախտորոշիչ հետազոտություններ։ Գործում է նաեւ ստոմատոլոգիական կաբինետ։ Կենտրոնում իրականացվում են մամոգրաֆիկ, միջուկամագնիսային ռեզոնանսային, համակարգչային տոմոգրաֆիկ, ռենտգենաբանական հետազոտություններ, ինչպես նաեւ վիրահատական միջամտություններ։ Դուք կարող եք ստուգել նաեւ ձեր ոսկրերի խտությունը։ Ուշադրություն, կենտրոն կարող եք դիմել աղեստամոքսային խնդիրների դեպքում, իսկ սպասելն այստեղ հաճելի եւ աննկատ է անցնում։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոն։ Առողջ ընտանիքի հենասյունը, առողջ կինն է։